Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միասնություն դաշինքը հաղթել էր ընտրություններում։ Վազգենի վարչապետ դառնալուց հետո նոր հնարավորություն էր ստեղծվել։ Վանոյի գործը կարող էր այլ ընթացք ստանալ։ Հոկտեմբերի 27-ի ոչ հրագործությունը, սակայն, ամեն ինչ շրջեց գլխի վայր։ Վանո Սիրադեղյանի կալանավորումն արդեն տեխնիկական հարց էր։ Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը ապրիլի 4-ին ազգային ժողովում էր, նրան անձեռնմխելությունից զրկելու պահանջով։ Երբ խորհրդարանը կրկին Վանոյին զրկում էր անձեռնմխելությունից, նա արդեն երկրում չէր։ Խոսակցություններ էին պտտում, որ այս անգամ Վանոն երկիրը լքել է ցամաքային ճանապարհով։ Ազգորաթերթը այսպիսի վերնագրերով հոդվածներ է հրապարակել։ Վանո Սիրադեղյանին ազգային ժողովի համաձայնությամբ պետք է կալանեն, եթե իհարկե նա հանրապետությունում է։ Արտում քամի չեն փնտրում, կամ մեկ ուրիշը։ Ուզեր թե չուզեր Վանոն պիտի փախուստի դիմեր։ Իսկ մամուլում տարածված լուրը, թե ՀՀՇ վարչության նախագահ ազգային ժողովի падգամավոր Վանո Սիրադեղյանը այրումով արտասահման է մեկնել, հերքեց այրումի երկաթողային կայարանի ոստիկանության բաժանմունքի մայոր Տելեմակ Ալեքսանյանը։ Չկա նաև որևէ փաստ, որը հաստատեր Վանո Սիրադեղյանի նոյեմբերյանում ապրող իր հարազատներին այցելելու մասին խոսակցությունները։ Վանոյի գտնվելու վայրի մասին այդպես էլ որևէ տեղեկություն չստացվեց, սակայն պարտադրված տարագրության ժամանակ Ավետիս Հարությունյան կեղծանվամբ լույս էր տեսնում նրա գյադաների ժամանակը հայտնի հոդվածաշարը։ 21 տարի քաղաքական վտարանդիության փաստացի աքսորի մեջ գտնվելուց հետո ընտանիքը հայտնեց, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանը 75 տարեկան հասակում կնքել է մահկանացուն։ Սիրադեղյանի աճյունը տեղափոխվեց Հայաստան եւ ամփոփվեց իր հայրենի գյուղում՝ Կոթիում։